Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որ เป զի բաց չթողնեք մեր հաղորդումները, քանզի նրանք պատրաստվում են ձեզ համար։ Հունիսի 5-ին Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը առցանց լսումներ է անցկացրել Ադրբեջանում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ, որոնց ժամանակ ընդգծվել են քաղբանտարկյալների եւ երկրում խոսքի ազատության բացակայության հարցերը։ Հիմնական մտահոգություններն են եղել կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում։ Այս առիթով համաշխարհային եկեղեցական կազմակերպությունը հորդորել է կառավարություններին եւ միջազգային մարմիններին քայլեր ձեռնարկել հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելուն, փախստականներին իրենց պատմական հողերը վերադարձնելուն եւ Բաքվում հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Իրանը խափանել է Զանգեզուրի միջանցք ստեղծելու փորձը, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Երբ որոշ երկրներ փորձեցին Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը ըստ էության կնշանակեր մասնատում եւ դեպի Եվրոպա իրական միջանցքի փակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը, ասել է Վելայաթին։ Ըստ նրա Զանգեզուրի միջանցքի վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն է, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն է եւ փակելը, սակայն այդ նախագիծը նույնպես ձախողվել է, հավելել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Վերջերս Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ եթե Ուկրաինայի հետ հակամարտությունը կանգնեցվի առանց վերջնական լուծման, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ կփորձի հետ գրավել, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի։ Մեդինսկին վիճելի է անվանել Ղարաբաղի տարածքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այս հայտարարությունը նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն զարմացած է, որ Մեդինսկին որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական եւ Ռուսաստանի պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ չգիտի, որ Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի հողն է եւ Ռուսաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Հաջիզադին հորդորել է Մեդինսկուն չանդրադառնալ իր լիազորություններից դուրս գտնվող հարցերին, որպեսզի չվնասի երկու երկրների հարաբերությունները։
Ռուսաստանի հայերի միությունը հումանիտար բեռներ են տրամադրել Դոնեցկի եւ Զապորոժիայի ուղղություններում կռվող ռուսական բանակի զինվորներին ընդհանուր առմամբ մոտ $10,000 արժողությամբ։ Այդ աջակցությունը նախաձեռնել են Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի հասարակական կազմակերպությունները եւ բարերարները։ Բեռների մեջ ներառված են եղել Mavic 3 տեսակի փոքր անօդաչու թռչող սարքեր, ախտահանիչ նյութեր, դաշտային պայմաններում օգտագործվող սննդամթերք եւ այլ անհրաժեշտ իրեր։ Բեռները հասցրել է Աբինսկի շրջանի Ռուսաստանի հայերի միության տեղական կառույցի ղեկավար Հայկ Կարապետյանցը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Ըստ Global Firepower կայքի հրապարակած 2025 թվականի զեկույցի աշխարհի ամենառազմականացված երկրների առաջին հնգյակում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ Հարավային Կորեան։ Այդ ցուցակով Հայաստանը զինված ուժերի կարողություններով աշխարհում 91-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 60-րդն է։ Նշենք, որ մարտունակության ինդեքսը որոշվում է ավելի քան 60 գործոնների հիման վրա։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Ադրբեջանը զգալիորեն ընդլայնել է Պակիստանից JF-17 Thunder կորսանիչների պատվերը 16-ից հասցնելով մինչև 40 ինքնաթիռ։ Իդեպ դա ամենամեծ գործարքն է Պակիստանի ռազմական արդյունաբերության արտահանման պատմության մեջ։ 4.6 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիրը, որը հաստատվել է Պակիստանի կառավարության կողմից։ Ռազմական վերլուծաբանների կարծիքով Ադրբեջանը կարող է ինտեգրել թուրքական Գոգդոգան եւ Բոզդոգան հրթիռները, ինչը վկայում է Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուժեղացող ռազմական համագործակցության մասին։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները։ Պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող են վիդեո-ֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող եք դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։